Այժմ տեսնենք ինչն է խանգարում աղեղնավորների առաջ խաղացմանը սիրային հարցերում, կարիերայում, աշխատանքում եւ ֆինանսներում։ Եթե կան աղեղնավորներ, որոնք դիտում են ինձ այս պահին եւ իրենց անձնական հարցերը շատ նորմալ են, ամեն ինչ նորմալ է, ուրեմն անձնական թեման ձեզ չի վերաբերում։ Աշխատանքն ու կարիերան եւ ֆինանսները կարող են վերաբերել։ Եթե դրանցից էլի ինչ որ որևէ թեմայում դուք շատ կայացած եք, ուրեմն դա ձեզ չի վերաբերում։ Նայեք այն թեման, որը ձեզ հետաքրքիր է եւ վերաբերում է։ Ես ուզում եմ հասկանալ, տեսեք, եթե մարդը ոչինչ չի անում, հաջողության չի կարող հասնել։ Եթե մարդը ջանքեր ներդնում է եւ էլի չի հասնում, այդտեղ խնդիր կա։ Ուրեմն ինչ որ բան ճիշտ չեք անում, ինչ որ բան այնպես չեք անում։ Փորձենք կարտերով հասկանալ եւ խորհուրդ տալ։ Ինչ պետք է անել, ինչն է խանգարում ձեզ, ձեր սիրային հարցերում, ձեր աշխատանքում եւ ձեր ֆինանսներում, ձեր առաջխաղացմանը, ինչն է խանգարում։ Սիրային հարցերում ես տեսնում եմ 6-ը։ 6-ը ջահերի։ Սա իրականում հաղթանակի կարտն է։ Հաղթանակի կարտը որպես անհաջողություն։ Հետաքրքիր է, չէ՞։ Այսինքն կարող եմ ասել, որ աղեղնավորները շատ ինքնավստահ մարդիկ են, շատ։ Եվ իրենք հենց միանգամից վստահ են, որ իրենք ամեն ինչ կարող են։ Իրենք պետք է միշտ հաջողակ լինեն, իրենք միշտ պետք է հաղթող դուրս գան։ Եվ կարող է դա երբեմն խանգարել։ Չափից ավել ինքնավստահությունը։ Ես կարող եմ, ես ամենալավն եմ, ես ամենակարողն եմ։ Ընդ որում տեսեք, աղեղնավորները բավականին խարիզմատիկ մարդիկ են, շատ հայտնի է, իրենք շատ լավ սիրեկաններ եւ սիրուհիներ են լինում, իրենք շատ այսպես ակտիվ են եւ շատ, այսպես ասեմ, մեջից շատ, այսպես երջանիկ մարդիկ են, որտեղ Յուպիտերն է իրենց մոլորակը հովանավորող։ Ներքին մի տեսակ ինքնաբավություն կա, այսինքն շատ պետք է որ երջանիկ մարդիկ լինեն, որտեղ Յուպիտերը երջանկության մոլորակն է, շատ այդպես իրենց մեջ փափկություն էլ կա։ Նույնիսկ եթե իրենք մի քիչ ագրեսիվ են դրսևորվում, հա, իրենց այդ չափից ավել էպես կրկոտությունը կարող է տաքայրությունից կարող է լինել, բայց մեջից իրականում իրենք շատ սիրող են, սիրառատ են եւ շատ փափուկ են։ Բայց շատ փափուկ նկատի չունեմ թույլ, բոլորովին, աղեղնավորները բոլորովին թույլ չեն, ընդ որում եւ կանայք եւ տղամարդիկ, ես շատ եմ աղեղնավորների հետ շփվել, չէ, եւ շատ հաճելի հետաքրքիր մարդիկ են, ամեն դեպքում իվրա շատ լավ տպավորություն են թողել։ Բայց էլի եմ ասում, մի քիչ իրենց մեջ այդ գլուխ գովալը կա, գլուխ գովան են, հատկապես տղամարդիկ, կանայք չգիտեմ, բայց տղամարդիկ հատկապես շատ գլուխ գովան են։ Այդ չափից ավել ինքնավստահությունը, իրականում ինքնավստահությունը շատ կարևոր է ցանկացած մարդու համար, հատկապես սիրային, բայց բոլոր հարցերում։ Բայց կարող եմ ասել, որովհետև կարտը դուրս է եկել այն աղեղնավորների համար, ովքեր առաջխաղացում կամ ինչ որ անձնական հարցերում խնդիրներ ունեն, տվյալ դեպքում կարտերը հուշում են, որ դուք չափից ավել ինքնավստահ եք։ Դուք միանգամից արդեն վստահ եք հաղթանակի վրա եւ միգուցե սխալ նոտայից եք սկսում, սխալ եք մոտենում։ Հաղթանակը պետք է գա հետո։ Դուք միանգամից արդեն հաղթողի դերում եք հանդես գալիս եւ միգուցե այդ դեպքում կամ վանում եք դիմացինին կամ պարզապես դուք անզգուշ է, դա ձեզ, այսպես ասեմ, չի օգնում ձեզ։ Եթե շատ չմանրանամ, ինձ թվում է աղեղնավորները, ովքեր ճանաչում են իրենց այսպիսի վիճակում, իրենք կհասկանան ինչի մասին է խոսքը։ Ձեր չափից ավել ինքնավստահությունը եւ միանգամից ձեզ արդեն հաղթող պատկերացնելը, դա իրականում կարող է ձեզ խանգարել։ Հաղթանակը գալիս է հետո, հարգելիներիս։ Դուք սկզբից երբեք ոչ մի հարաբերություններում, նույնիսկ էլի եմ ասում, անձնական լինի թե կարիերա աշխատանք, դուք միանգամից չեք կարող հաղթող լինել։ Սխալ նոտայից եք սկսում, սխալ տեղից եք սկսում, դա պետք է լինի վերջնական նպատակը։ Աշխատանքում տեսնում եմ կայսրուհի։ Կայսրուհին շատ կայացած կին է, շրջապատված արևով, արևածաղիկներով, շատ կայացած, շատ ինքնագոհ, շատ այսպես բավարարված հանգիստ կին է։ Կարիերայում ինչ կարող է սա նշանակել, եթե անհաջողություն է սա բերում։ Կամ որովհետև աղեղնավորները ես երկու ենթադրություն կարող եմ անել, կամ որովհետև եթե կան կարիերայում անհաջող, իրենց անհաջող են զգում, տեսեք, ոչ թե անհաջողակ են, այսպես ասեմ, այսինքն առաջխաղացում չկա։ Միգուցե որովհետև իրենք ինչ դերում են, որ լինեն աղեղնավորները տվյալ դեպքում իրենք կարծում են, որ ինչ որ ունեն իրենք գոհ են իրենց ունեցածից, ավելին չեն ուզում եւ առաջխաղացում չկա։ Այդպես էլ կարող է լինել։ Տեսեք, մարդը արդեն կայսրուհի չէ, որ մենք պետք է ջանք ներդնենք, որպեսզի դառնանք թագուհի, կայսրուհի կամ չգիտեմ, թագավոր, այսինքն սա այս հաջող
անձը կին տղամարդ նշանակություն չունի, թագը գլխին եւ գահին նստած, սա վերջնական նպատակը պետք է, որ մենք ուզում ենք նպատակը պետք է լինի, մենք ուզում ենք բարեկեցիկ կյանք, լիարժեք, ամեն ինչի հասել ենք, ձեռք ենք բերել ֆինանսապես ապահոված ենք, նստել ենք, հանգստանում ենք եւ վայելում ենք մեր կյանքը։ Գեղեցիկ, բարեկեցիկ կյանք, սա վերջնական նպատակը պետք է լինի։ Երբ որ մարդը սկզբից հենց այսպեսին է սկսում, այնպես անձնական հարաբերություններում է շատ այսպես ինքնագոհ, շատ ինքնավստահ, ինքը արդեն հաղթել է, դեռ չի սկսել հարաբերություն, ինքը արդեն հաղթած է համարում իրեն։ Դրա համար էլ իրականում չի կարողանում հաղթել։ Նույնն այստեղ եմ տեսնում։ Դուք պետք է գնաք եւ աստիճանաբար հասնեք այս բարեկեցիկ կյանքին։ Եթե դուք ձեր աշխատանքում չգիտեմ, առաջ խաղացման համար ոչինչ չեք անում եւ դուք պարզապես գոհ եք ձեր ունեցածից, բավարարվում եք ձեր եղածով, բնականաբար ինքնին առաջխաղացում չի լինելու։ Դա կարող է լինել խնդիր, բայց եթե դուք բավարարված եք, դե դուք բավարարված եք։ Ես չեմ կարող դատողություն անել, դա լավ է թե վատ։ Եթե դուք գոհ եք, ուրեմն դուք գոհ եք։ Բայց եթե դուք ոչ մի քայլ չեք անում առաջ գնալու, դուք միանգամից ինչ առաջարկում են գոհ եք եւ բավարարվում եք դրանով։ Հասկանում եք, այսինքն այսպես կարող եմ ասել, դուք ձեր կոմֆորտ զոնայից դուրս չեք գալիս, ձեր հարմարավետության գոտուց դուրս չեք գալիս, հարգելի աղեղնավոր։ Դա կարող է խանգարել ձեր առաջխաղացմանը։ Ձեզ հարմար է, ասում են, անում եք, լավ եք զգում ձեզ եւ վերջ։ Գործը արված է, աշխատանքը կատարված է եւ անթերի կարող եք կատարել, բայց դուք լրացուցիչ ջանքեր չեք ներդնում։ Ինչու դա արդեն դուք իմանաք, բայց ես կարծում եմ այստեղ մարդ է, որ ինքը արդեն շատ հարմարավետ ապրում է, ինչ որ սկզբից ասեցի։ Այսպես առաջխաղացում չի լինում, սա կոնկրետ կլինի աշխատանքը կատարեք, վերջացավ։ Կմնաք նույն տեղում։ Սա պետք է լինի վերջնական, կոնկրետ նպատակ պետք է ունենալ։ Պետք է մեծ ավելի նպատակ դնել եւ կարողանալ հասնել։ Եվ ձեր հարմարավետության գոտուց պետք է փորձեք դուրս գալ։ Ֆինանսներում էլ տեսնում եմ թրերի թագուհին։ Թրերի թագուհին ունի էմոցիաներ, նա էլի հրով թրով հասնում է իր նպատակներին, գիտի ինչ է ուզում եւ գնում եւ հասնում է առանց էմոցիաների զգացմունքների։ Ես կերպարն եմ նկարագրում եւ տղամարդկանց եւ կանանց է վերաբերում։ Այսինքն չկա այստեղ զգացմունքներ, չէ, մարդը լոգիկայով, տրամաբանությամբ։ Այ ֆինանսների հետ միգուցե աղեղնավորները այդպես են վերաբերում, պետք է գումար ծախսելու համար։ Եվ այդպես էլ լինում է, գումարը վաստակում եք, դուք ձեր աշխատանքով էլ վաստակում եք եւ ծախսում եք։ Բայց գումարներ միգուցե չեք ներդնում, միգուցե ետ չեք գցում, չեք մտածում դրա կարևորության մասին։ Եվ դուք գումարները կգան ու կծախսեք, բայց այդպես կուտակելը, ներդնելը, շատացնելը, երևի թե դուք դրա մասին առանձնապես չեք մտածում։ Ամեն դեպքում ես այստեղ այդպես եմ տեսնում։ Մարդը աշխատում է, հասնում է, ինքը գտնում է, որ իրան իրավունք է վերապահում, որ ես աշխատել եմ, ես կարող եմ ծախսել ինչ ուզել անել։ Չէ, իհարկե դու կարող եք եւ ուզել ինչ ուզել անել, բայց այդ դեպքում գումարները չեն ավելանում, չեն շատանում, այլ պարզապես գալիս են, ոնց գալիս են, այդպես էլ գնում են։ Ես այդպես եմ տեսնում, դրանից ավել ճիշտ ասած ոչինչ չեմ կարող ասել։ Եթե ուզում եք ձեր գումարներն ավելանան, ծախսելը բավական չէ։ Պետք է մի քիչ ավելի փորձեք ներդրումներ անել, գումարները կուտակել, այսինքն մի քիչ այլ մոտեցում է պետք ֆինանսներին։ Եթե դուք խնդիրներ ունեք իհարկե ֆինանսների, տեղից կայացած մարդ եմ տեսնում, էլի եմ ասում, ես չեմ տեսնում մարդը գումարի կարիք ունի։ Ուղղակի ավելացնելու, գումարները կուտակելու մասին է խոսքը։ Կարծես դուք այդ մասին չեք մտածում։ Գումարը գալիս է, գումարը գնում է։